160 դպրոց ու 159 մանկապարտեզ է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տիրույթում։ Դրանց մեծ մասում նախորդ ուսումնական տարվա ընթացքում վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ են արվել։ Անգամ այն դպրոցներում, որոնց համար պատասխանատու չէ քաղաքապետարանը, ջեռուցում է ապահովվել։ Երևանի Հանրակրթության վարչության պետի խոսքով կարևոր ձեռքբերումներից է դասարան ԵՄ վերահսկողական կայքի ստեղծումը։ Այն ծնողներին հնարավորություն է տալիս վերահսկելու երեխայի առաջադիմությունը եւ հաճախելիությունը։ Ծրագիրը շնորհակալության արժանացավ մեր ծնողների կողմից, համագործակցությունը ծնող, դպրոց եւ աշակերտ արդեն իրականանում է։ Այս տարի գիտելիքի օրն աշխատանքային չէ, բայց մայրաքաղաքի դպրոցների գրեթե 80%-ը առաջին դասարանցիներին ընդունելու միջոցառումներ կանցկացնի։ Դասերը դպրոցներում սեպտեմբերի 2-ից են։ Գայանե Սողոմոնյանը հիշեցնում է, 1-ից 4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն անվճար են, վճարովի են 5-ից 9-րդ դասարանցիների գրքերը։ Եվս մեկ հիշեցում, դպրոցական ֆոնդ հասկացություն չկա, դրամահավաքությունը դպրոցներում բացառվում է։ Տարբեր տիպի բնույթի դրամահավաքության դպրոցներում աշխատանքային տետրերի, դասագրքերի, օրագրերի, այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը դպրոցում բացառվում է։ Այս տարի մայրաքաղաքի նախակրթարաններում քաղաքապետի հանձնարարությամբ լրացուցիչ ընդունելություն կլինի։ Մանկապարտեզներ կընդունվեն եւս 1300 երեխա։ Այս թիվը նշում ենք, որովհետև սա լուրջ ձեռքբերում է մեզ համար։ Թե քանի առաջին դասարանցի կունենանք այս տարի, առայժմ հայտնի չէ։ Սեպտեմբերի առաջին օրերին էլ ընդունելությունը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի խոսքով այս ուսումնական տարում աննախադեպ թվով ընդունելություն է եղել այլ երկրներից եկած երեխաների հաշվին։ Թերեզա Կադևչյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։